Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 13-րդ Բայց այդ օրերին այդ նեղությունից հետո արեգակը պիտի խաբարի և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից վայր պիտի թափվեն, և երկնքում զորությունները պիտի շարժվեն, և այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրայով զորությամբ և բազում փառքով, և այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը: Բայց դուք այդ թզենուց սովորեցեք առակը, հենց որ նրա ոստերը կակղեն և նրա վրա տերև դուրս գա, իմանում եք, որ ամառը մորտ է: Նույնպես և դուք, երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացեք, որ նա մոտ է, դռների առջև: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչև որ այս բոլորը կատարվեն: Երկինքն ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի: Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե, ոչ հրեշտակները երկնքում և ոչ էլ որդին, այլ միայն Հայրը: Զգույշ եղեք, հսկեցեք ու աղոթեցեք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը: Ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը և իր ծառաներին իշխանություն կտա և յուրաքանչյուրին իր գործը, և դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի: Արդ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա, երեկոյան, թե կեսգիշերին, աքլորականչին, թե առավոտյան դեմ: Գուցե հանկարծակի գալով ձեզ քնի մեջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում, արթուն կացեք: